Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքական գործիչ Հայկ Խանոմյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Խանոմյան։ Բարև ձեզ։ Պարոն Խանոմյան, օրերս Արցախի падգամավորները հավաքվեցին եւ կողմ քվեարկեցին որոշմանը, որպիսի Արցախի նախագահի ինստիտուտը շարունակի գոյություն ունենալ։ Դա ինչու է կարևոր եւ ինչով էր պայմանավորված նման որոշման կայացումը։ Կարծում եմ իրավական խնդիրներ կային, լուծում այդպես տվեցին։ Սովորաբար սահմանադրությամբ, երբ որ ընտրություն ի վիճակի չի լինում անցկացնել, գործող իշխանությունները կամ գործող խորհրդանը շարունակում է իր լիազորությունները, մինչև հնարավոր կլինի ընտրություններ անցկացնել։ Կարծում եմ դա ուղղակի իրավական կարգավորումներից ելնող որոշում էր։ Եվ դրա քաղաքական կարևորությունը ո՞րն է։ Քաղաքական կարևորությունը չգիտեմ, հավանաբար զուտ Արցախի տարբեր ինստիտուտների շարունակականությունը պահպանելը, հավանաբար սա է գլխավոր նպատակը եւ մեծ հաշվով դա կվերածվի վտանգի իշխանության, որովհետեւ այն պետությունը, որի իշխանությունը ներկայացվում է, Արցախի հանրապետությունը կորցրել է իր տարածքը եւ այդ տարածքի վրա ապրող ժողովրդին։ Սամվել Շահրամանյանը շարունակելու է նախագահի պաշտոնում մնալ։ Ես տեղյակ չեմ, շատ չեմ շփվում Արցախյան տարբեր ինստիտուտները ներկայացնող անձանց հետ, նախագահի, աշխատնախագահի աշխատակազմի, կառավարության կամ ազգային ժողովի անդամների, այսինքն պատահաբար կամ եւ այլն հանդիպում ենք, բայց այդպես իրենց հետ զրույցներ կամ քննարկումներ այս թեմայով չեմ ունեցել եւ շատ ներգրաված չեմ այս հարցում։ Դուք ինչ եք կարծում, պետք է Շահրամանյանը շարունակի մնալ։ Շահրամանյանը ոչ։ Ինչու։ Որովհետեւ գիտեք, Արցախի կորստի խորհրդանիշը աստորեն անկարող պաշտոնյա է Արցախում մի քանի օր պաշտոնավարած ժամանակաշրջանում նախագահի պաշտոնում, թե դրանից հետո տարբեր հարցերի լուծման առումով։ Հետևաբար կարծում եմ, որ ինքը լավ տեխնատու չէ այդ պաշտոնի համար։ Ավելի շուտ դա պաշտոն չի լինելու, դա լինելու է ծանր գործունեություն եւ հետեւաբար ավելի լավ կլինի լինի այնպիսի մարդը, որը ունի ավելի լայն տեսլական, պատրաստ է ավելի մեծ ինքնազոհողության, որովհետեւ այդ պաշտոնը հավանաբար նաեւ լուրջ ինքնազոհողություն է պահանջում։ Ինչ, մասնավորապես ինչ պետք է անեն այդ պաշտոնում Իր գտնվող։ ժամանակի տրամադրման, տարբեր հարվածների դիմակայման, թե հանրության կողմից, թե Հայաստանի իշխանությունների կողմից, թե տարբեր շրջանակների կողմից։ Մի խոսքով, ծանր լուրջ աշխատանք է, որին կարծում եմ Շահրամանյանը չի համապատասխանում։ Դուք նկատի ունեք այն, որ նա որևէ կերպ չի մեկնաբանում տեղի ունեցող այս իրադարձությունները, քաղաքական հայտարարությունները, արցախցիների սոցիալական խնդիրների հետ կապված Հայաստանի կառավարության կայացրած որոշումները։ Բոլորովին հրապարակայնության մասին չի խոսքը։ Խոսքը կարողությունների մասին է, խոսքը գործունեության մասին։ Կարող է հրապարակային չլիներ այդ գործունեությունը, բայց լիներ այդ գործունեությունը։ Խոսքը տեսլականի մասին է, որը գոյություն չունի։ Այսինքն նա ոչ մի բանով չի զբաղվում ձեր ունեցած տեղեկություններով։ Ես կարծում եմ, որ բավարար կերպով չի զբաղվում եւ կարծում եմ, որ ավելի ակտիվ եւ հստակ տեսլական ունեցող նախագահ է պետք Արցախի համար, որը մեծ հաշվով պետությունից վերածվել է ազգային ազատագրական շարժ։ Ում եք պատկերացնում դուք այդ պաշտոնին։ Ես թեկնածուներ չունեմ, ես չգիտեմ քաղաքական ուժերի մոտ ինչ թեկնածություններ են պտտվում եւ հետեւաբար կդժվարանամ այդ հարցին պատասխան։
Մամուլը Սամվել Բաբայանի անունն է շրջանառում։ Դուք ինչ կասեք այս մասով, Բաբայանը նման մտադրություններ ունի, թե ոչ։ Իհարկե չունի, դա բացառվում է, մամուլը ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ է շրջանառում, որոնք իրականությանը չեն համապատասխանում Սամվել Բաբայանի հետ կապված։ Սամվել Բաբայանը պատրաստ էր ծանր պահին, երբ Արցախը բլոկադա էր ենթարկված, Արցախի 2/3-ը գրաված էր թշնամու կողմից, այդ պահին պատրաստ էր պատասխանատվություն վերցնել եւ փրկել Արցախը որպես վարչական, քաղաքական, հայկական միավոր։ Սակայն դուք գիտեք հետագա ընթացքը եւ բնականաբար այս պահին անիմաստ կլիներ այդ ամեն ինչը ստանձնելը, որովհետեւ Սամվել Բաբայանը մի քիչ այլ մասշտաբի գործիչ է եւ կարծում եմ ավելի շատ հայաստանյան մասշտաբով կցանկանար քաղաքական գործընթացների մասնակցել, քան քան կորցրած պետականության, այսպես ասեմ, ուրվականը պահելով։ Այսինքն նախագահը մենակ պետք է ուրվականը պահի, հա, չպետք է ինչ-որ քայլեր գործադրի, Դա թե կարծում եմ ավելի քայլեր տարբեր ուղղությամբ կարելի է անել, պարտադիր չի դրա համար Արցախի նախագահ լինել, այլ դիրքերում, այլ պաշտոններում, այլ գործունեությամբ նմանապես կարող է անել։ Տվյալ դեպքում ես ասում եմ, երբ չկա տեսլական, ինչ պետք է անել, ինչպես պետք է անել, ապա ավելի լավագան մարդիկ, որոնք ունեն այդ տեսլականը, թե ինչ պետք է անեն նախագահի պաշտոնում։ դուք նկատի ունեք պարոն Բաբայանը Հայաստանում վարչապետ ընտրվի, որ նշեցիք Հայաստանի քաղաքական դաշտում զբաղվի լայնամասշտաբ։ Մենք հայտարարել է, որ նա նմանատիպ ցանկություն չունի եւ ապագայում նմանապես քաղաքական ուժով մասնակցելու դեպքում առաջի համար իրեն չի պատկերացնում, բայց ինքը տեսնում է անվտանգության հետ կապված պաշտպանության խնդիրները լուծելու բեռը ինքը պատրաստ է ստանձնել, ենթադրենք իր քաղաքական ուժը եթե հաղթանակ տարվի, այդ ոլորտը իրեն վստահ է։ Դրա մասին բազմիցս հայտարարել է, բայց Նախարար, լավ կլինի իրեն վերաբերող հարցերը իրեն տալ։ իհարկե, նախարար նկատի ունեք։ Ցանկացած նայած ինչ կա, ես չգիտեմ, նախարար, գլխավոր շտաբի պետ, նայած ով է գլխավորը տվյալ պահին պաշտպանության ոլորտում։ Հայաստանի օրենսդրությունը այդ առումով բավականին հաճախակի է փոխվում։ Պարոն Խանոմյան, Այսինքն ֆունկցիոնալ պաշտոնյա, որը կզբաղվի բանակի վերակազմավորման, վերակառուցման, որովհետև բանակի պաշտպանության վերաբերյալ քաղաքականության մշակմամբ եւ այսպես շա։ Պարոն Խանոմյան, դուք որ ասում եմ անձամբ ձեզ նկատի չունեմ, հա, Արցախահայերին է սա ուղված, ասում են դուք թողել եք, եկել եք, չեք կռվել, հրամանագիր եք հրապարակել, որով Արցախը լուծարել եք եւ Հայաստանի իշխանությանը հնարավորություն չեք տվել, որ գոնե արցախցիների Արցախում խաղաղ ապրելու հարցի շուրջ քննարկումներ ունենան։ Սա բնավ իմ գնահատականները չեն, իմ պնդումը չէ։ Դուք գիտեք ով է նման հայտարարություն արել Հայաստանում, մնալ կռվելու մասով Ալեն Սիմոնյանը, իսկ հրամանագիրը լուծարելուց հետո շանս չթողնել, բանակցելու շանս չթողնելու պնդումը Հայաստանի արտգործնախարարությունն է արել։ Դուք այս երկու թեզերի հետ կապված ինչ մեկնաբանություն ունեք։ Ես դրան շուրջ մեկնաբանություն չունեմ, ես դրան շուրջ խնդրանք ունեմ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին, որ մի անգամ սեմինար անցկացնի բարձրաստիճան պաշտոնյաների համար, իրենց բացատրի տարական ճշմարտություններ եւ ասի, որ ընկերներ, երբ որ հրապարակային այդ հիմարությունները դուրս եք տալի, ազգային անվտանգության հարցեր կարող է առաջանալ։ Օրինակ կարող են ձեզ հակադարձել, որ այդ զենքը հանձնել են հայաստանյան պաշտոնյաները։ Բանակի զենքը ամբողջ հանձնել են հայաստանյան պաշտոնյաները։ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ
Հայաստանության նախագահի ստորագրմամբ նշանակված պաշտոնյաները։ Երբ որ Արմեն Աբազյանը այսքանը բացատրի Ալեն Սիմոնյանին եւ մյուսներին, միգուցե այս մարդկանց խելքը գլուխը գա եւ հասկանան, որ չի կարելի հիմարություններ դուրս տալ։ Բայց հիմա ինչ է կարծում, կա շանս, որ բանակցի Հայաստանի իշխանությունը, թե ոչ։ Բանակցի ինչի շուրջ։ Արցախցիների իրենց տներում ապրելու իրավունքի շուրջ։ Նկատի ունեք վերադարձի Այո, մասին է, կոլեկտիվ վերադարձի մասին է խոսքը։ Ում հետ բանակցի։ Ադրբեջանի նկատի ունեք։ Այդ հարցը ընդհանրապես բացացնի։ օրակարգ դարձնի այդ հարցը միջազգային։ Դրանք տարբեր բաներ են։ Առաջին Ադրբեջանի հետ բանակցելը Ադրբեջանի հետ հարաբերություններում դա օրակարգ դարձնելը մեկ այլ խնդիր է։ Մի ուրիշ խնդիր է այս ամենը միջազգային տարբեր հարթակներում բարձրացնելը, կոլեկտիվ վերադարձի իրավունքը տարբեր թղթապանակների առարկա դարձնել, այսպես ասած, եւ ոչ միայն Արցախի հայության, այլ նաեւ Ադրբեջանի տարածքից 80-ականների վերջին 90-ականներին բռնատեղահանված անձանց իրավունքների հարցը պետք է բարձրացվի, պետք է փաստաթղթավորվի, բոլոր փաստաթղթերը անհատ պետք է հավաքվի եւ դառնա միջազգային դատարանների, միջազգային հայցերի առարկա։ Ինչու՞ չի անում ըստ ձեզ։ Դե չգիտեմ, երևի համարում են հարցը փակված, մտածում են, որ գնում են խաղաղության, խոսում են միջազգային հայցերից հրաժարվելու համար եւ բնականաբար այս պարագայում ավելորդ են համարում, սակայն խնդիր է հասունանում եւ Ադրբեջանը ամբողջովին հակառակն է անում, անընդհատ մեծացնում է ճնշումը։ Ես վստահ եմ, որ միջազգային դատարաններում Ադրբեջանը բազմաթիվ հայցեր է հարուցելու ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ փորձելու է այդ կողմով նմանապես ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության վրա։ Վստահ եմ, որ Ադրբեջանը միջազգային հայցերից չի հրաժարվելու եւ փորձելու է Հայաստանին հրաժարվել տալ, սակայն ինքը իր հայցերը հետ չի քաշել։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից եւ տեսնում ենք, որ տարատեսակ հոգեբանական եւ այլ ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա այդ դիրքերից եւ Հայաստանի իշխանությունների նահանջը, Հայաստանի իշխանությունների զիջումները միայն ավելացնում են այդ ճնշումները։ Դուք կարծում եք, որ ԵԱԿ Մինսկի խումբը պահպանվի, դա որևէ հարց լուծելու է, պարոն Խանոմյան։ Հարցը դրա մասին չէ։ ԵԱԿ Մինսկի խումբը Հայաստանն ու Ադրբեջանը չեն ստեղծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը լուծարեն։ Խոսքը ընդհանրապես Արցախյան գործոնի, Արցախյան հարցի մասին է։ Արդյոք Հայաստանը դա կդարձնի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման առարկա, թե չէ։ Եթե չի դարձնի, ապա ինչ հարաբերություններ են կարգավորում։ Այդ հարաբերությունները վատացել են Արցախի պատճառով։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ Հայաստանի կողմից այդ իրավունքի իրացման աջակցության պատճառով։ Եթե այդ հարցը արանքից հանում են, ինչ մոռանում են, որ իրենց միջև խնդիր է եղել, դա են մոռանում։ Ի վերջո հարցերը մոռանալով հարցերը չեն լուծվում։ Քննեցնում են արդյոք այդ հարցերը։ Ավելի լավ չի այդ հարցերը ընդունեն երկու կողմն էլ եւ որոշեն գտնել այնպիսի մի լուծում, որը կբավարարի կամ քիչ ցավալի կլինի կողմերի համար եւ գնան համընդհանուր խաղաղության։ Ի վերջո տարածաշրջանում համընդհանուր խաղաղության կարող է գալ միայն այն դեպքում, երբ որ այս բոլոր կնճռոտ հարցերը լուծվեն եւ երկու երկրների վերնախավերը մտածեն տարածաշրջանի ապագա բարեկեցության, տարբեր ենթակառուցվածքների ապաշրջափակման, համաշխարհային տարբեր ենթակառուցվածքների միանալու մասին։ Մենք տեսնում ենք, որ այսօր լուրջ մրցակցություն է գնում համաշխարհային երկու տնտեսական գերտերությունների միջև
Չինաստանի եւ ԱՄՆ-ի, մենք տեսնում ենք, որ երկուսն է փորձում են վերահսկողություն հաստատել տարբեր ճանապարհային միջանցքների վրա եւ տեսնում ենք, որ այդ միջանցքները կարող են անցնել ճանապարհային այդ ենթակառուցվածքները նաև Հայաստանի վրայով, թե արևմուտք-արևելք ուղղությամբ, թե հարավ-հյուսիս ուղղությամբ, թե հարավից դեպի արևմուտք անցնող ուղղությունները, որին այժմյան ամերիկյան ադմինիստրացիան է երևի կողմ։ Հետևաբար, այս ամեն ինչի մեջ տարածաշրջանային վերնախավերը պետք է փորձեն գտնել իրենց ժողովուրդների օգուտը, իրենց ժողովուրդների շահը եւ հասկանան, որ հակամդրվելու իրար ոչնչացնելու մոլուցքից դուրս գալը հետագայում կարող է ավելի մեծ բարեկեցություն եւ ավելի մեծ երջանկություն բերել տարածաշրջանին ու ժողովուրդներին։ Անդրադառնանք սոցիալական խնդիրներին։ Պարոն Խանոմյան, ինչը այնպես չի անում կառավարությունը, որը հատուցում է արցախցիների դժգոհությունը, ինչ է ակնկալում կառավարությունից, որ օրինակ հավերժ այդ 40+10 շարունակվի, թե կարողանան աշխատաշուկան հարմարեցնել, նաև կամ արցախցիներին հարմարեցնել աշխատաշուկայում, բնակարանային ծրագիրը ավելի արդյունավետ իրականացնեն, դուք լուծումը ինչպես եք պատկերացնում։ Հավերժ սոցիալական ծրագրերի մասին խոսք չկա։ Խոսք կա ընդամենը Հայաստանի Հանրապետության պարտավորությունների մասին, որը ինքը ստանձնել է տարբեր փաստաթղթերով, այդ թվում այս 21-26 թվականների կառավարության ծրագրով։ Այսինքն բռնի տեղահանված անձանց կացարանի բնակվարձի փոխհատուցում մինչև նրանց վերջնական կացանի հարցը կլուծվի։ Հետևաբար, եթե դու կառավարություն մի ծրագիր ես ձեռնարկել, որը վերաբերում է պոտենցիալ 30,000 ընտանիքի, բայց այս պահին ընդամենը 100 ընտանիք են կարողացել այդ ծրագրից օգտվել, հետևաբար քո ծրագիրը արդյունավետ չէ, հետևաբար մի բան այնպես չի, լավ չի աշխատում, եւ այս փուլում կտրելով այդ սոցիալական բնակվարձի փոխհատուցումը, դու մարդկանց կանգնեցնում ես ուղղակի սոցիալական լուրջ խնդիրների առջև։ Մի մասը կարող են ուղղակի գլորվել աղքատության անդունդը, մի մասը կարող են արտագաղթել։ Ընդ որում, այդ սոցիալական անդունդից հանելը կամ այդ արտագաղթածների թվով մարդ երկիր բերելը շատ ավելի թանկ է արժանանալու, քան այն գումարները, որ այսօր ծախսվում են։ Եվ այսօր կառավարությունը ինչ է ասում, ասում է ոչինչ։ Այս ծրագիրը կտրենք, թող գլորվեն սոցիալական անդունդ, ով որ կգլորվի սոցիալական անդունդը, այնքան գումար կտանք, որ այդ սոցիալական անդունդից բարձրանա։ Դա գիտեք ինչ, տրամաբանություն չունի, դա էլի տեսլական չունեցող մարդկանց քաղաքականություն է։ Կառավարությունը այս դեպքում էլի դառնում է անվստահելի գործընկեր, ինչպես անվստահելի գործընկեր է կամ անվստահելի պետություն է հազարավոր զինծառայողների համար, որոնց օրինակ թոշակները տալիս եք բավականին կրճատված ձևով։ Հայաստանի զինված ուժերի զինծառայողների մասին է խոսքը, օրինակ։ Նույն այսօր զինծառայողներն է ասում, ես չգիտեմ ձեր մարտական հերթապահ գնացել ես դու մարտական հերթապահության, թե չէ, ես չեմ կարող քո հավելավճարները հաշվեմ։ Այսօր արցախցիներին է ասում, ճիշտ է, ես քո անվտանգության, քո գույքի, կյանքի եւ այլնի երաշխավորն եմ եղել, բայց այսօր ես չեմ կարող քեզ բնակվարձի փոխհատուցում տամ, մինչև դու կացանով ապահովես, ոչինչ, կգլորվես աղքատության անդունդը կգլորվես, մի բան կմտածենք, վաղն է մյուսներին է ասելու, մյուս քաղաքացիներին է ասելու, սկսելու է ծերերին թոշակ չտալը, մյուսի կൂട്ടակային գումարները գողանալ, ինչպես արեց արցախցիների դեպքում։ Մի կողմից ասում է դուք իմ քաղաքացիները չեք, մյուս կողմից իր ոչ քաղաքացիների կൂട്ടակած կենսաթոշակային հիմնադրամներում կൂട്ടակած գումարները տնօրինում է, որոշում է ոնց ծախսի, ինչ անի։ Հետևաբար սա անվստահելի պետության սինդրոմ է, որի մեջ ընկել ենք, սա լուրջ խնդիր է, սա արցախցիներին չի վերաբերում։ Եթե հանրությանը թվում է, թե սա արցախցիների սոցիալական խնդիր է, բոլորը սա արցախցիների սոցիալական խնդիր չէ։
այդ խնդրի արժեքը այնքան քիչ է, մեր 3,4 տրիլիոն բյուջեի մեջ սրա արժեքը ընդամենը 60 միլիարդ դրամ է, 1,5-1,6% չափ գումար է։ Սա ընդհանրապես այն արդյունքի հետ, որ մենք կարող ենք ունենալ, այսինքն առնվազն 100,000 մարդ ավելի երիտասարդ, ավելի աշխատունակ բնակչություն, տնտաբերության բարձր ինդեքսով պահելով Հայաստանում, լուծելով մեր ժողովրդագրական խնդիրները, լուծելով մեր տնտեսական խնդիրները, լուծելով մեր անվտանգության խնդիրները, այս ամեն ինչ որ կարող ենք ունենալ այդ գումարների դիմաց, այդ գումարները ուղղակի չնչին են։ Եվ հետևաբար այստեղ խնդիրը գումարների հարց չէ, այստեղ խնդիրը արդյունավետ պետության, պատասխանատու պետության մասին է։ Պարոն Խանոմյան, արցախցիները նաև ոչ միայն Հայաստանի կառավարության մոտ են իրենց խնդիրները բարձրացրել, այլ նաև օրերս հավաքվել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ, այս դեպքում պահանջը ո՞րն է Արցախի ներկայացուցիչներից։ Չեմ հետևել այդ ակցիաների, չեմ հետևել։ Տեսեք, իշխանությունը ասում է, որ պետք է փորձեն հարմարվել աշխատաշուկային, պետք է նոր մասնագիտություններ ձեռք բերեն, ասում են 15,000 մարդ արդեն աշխատանքի է անցել, կա հարմար աշխատանք, որով կարող են զբաղվել արցախցիները։ Ես նկատի ունեմ այն, որ ոմանք գյուղից են բռնի տեղահանվել, բայց հիմա ստիպված ինչ որ քաղաքային միջավայրում են ապրում, որքանով է ճիշտ նրանց ասել, որ պետք է այս ֆորմատով աշխատանք գտնեք։ Այս պահին 20,000 հոգի են ասում զբաղվածների թիվը եւ մի 6-7,000 էլ ինքնազբաղվածների թիվը։ Արցախում զբաղվածների թիվը 45,000-ի կարգի էր եւ ենթադրում եմ, որ այդ թվին առնվազն 20,000 էլ պետք է ավելացնել ինքնազբաղ մարդկանց, հատկապես գյուղատնտեսության մեջ զբաղված մարդկանց թվաքանակը։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, այդ Հայաստանում լուրջ խնդիրներ կան զբաղվածության հետ կապված, մեր կառավարությունը ունի մի քիչ ուլտրալիբերալ, այսպես ասեմ, նեոլիբերալ ասեմ, չգիտեմ ինչ մոտեցումներ պետության դերի, կառավարության դերակատարության վերաբերյալ։ Մեր մասնավոր աշխատանքի 78%-ը կենտրոնացած է Երևանում եւ սա լրջագույն խնդիր է եւ մարզերում, հատկապես հեռավոր մարզերում աշխատատեղերի լուրջ խնդիր ունի, հատկապես մասնավոր ոլորտում։ Հետևաբար միայն արցախցիների հարցը չէ այստեղ նաև մարզերում աշխատանքի բիզնեսը խրախուսելու եւ այլնի հարցն է, որը կառավարությունը չի կարողանում լուծել։ Արցախցիների պահով գումարվում է նաև այն, որ ժամանակին տասնամյակներ շարունակ գյուղատնտեսության մեջ ներգրաված մարդիկ, այդ նաև բավական դրական փորձ ունեցող մարդիկ, այսօր չեն կարողանում հասկանալի պատճառներով զբաղվել գյուղատնտեսությամբ, որովհետև հողի խնդիր կա, տարբեր խնդիր կա, հատկապես մենք լուրջ ուսումնասիրություն ենք արել, հավաքելով Արցախի 100 համայնքապետ եւ շրջանի ղեկավար եւ լսելով նրանց կարծիքները խնդիրների մասին եւ սեփական գործը դնելուց, սեփական աշխատանք անելու այդ փոքր գյուղացիական տնտեսությունների առումով գլխավոր խնդիրը մնում է փոխառու միջոցների խնդիրը։ Այսինքն մարդիկ չեն կարողանում վարկ վերցնել, որովհետեւ վարկունակ չեն, որովհետեւ գրավի առարկա չունեն, որովհետեւ հիմնական միջոց չունեն, ենթադրենք փող, մեխանիզացիա եւ այլն եւ այդ ամեն ինչը կորցրել է։ Հետևաբար ինչ որ ծրագրեր բնականաբար պետք է արվեին եւ հատկապես մարզերում եւ պետք է արվեին այնպիսի ծրագրեր, որոնք ներգրավում են թե տեղաբնակ բնակչությանը, թե տեղահանված արցախցիներին, թե օգնում են տեղական մարզերում գտնվող բիզնեսներին ավելացնել իրենց աշխատատեղերը, իրենց աշխատողների քանակը։ Այդպիսի խորհուրդներ
միջազգային խորհրդատվական ընկերություններից եղել է կառավարությանը, ինչպես գնալ, ինչպես աշխատել, ինչպես փոքր քայլերով լուծել մարդկանց թե աշխատանքի, թե բնակ ապահովության խնդիրները։ Ցավոք սրտի կառավարությունը ոչ միջազգային խորհրդատվական ընկերություններին լսել, ոչ մեր առաջարկները լսել եւ առաջարկում ենք կոնսոլիդացնել պետական աջակցության ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում եւ մի քանի մարզերում տարբեր կլաստերների ստեղծմամբ նաեւ բնակապահովման հարցը ապահովել եւ ապահովել այդ վտանգված մարզերի խնդիրը, որովհետեւ պատերազմից ու Արցախի կորստից հատկապես այդ մարզերից բավականին մեծ արտագաղթ կար։ Կառավարությունը միշտ գնում է այն ճանապարհով, ինչ իրեն հարմար է, ինչ որ կառավարության որոշում են գրում, որը կարող է աշխատել, կարող է չաշխատել։ Մարդիկ իրենց համար կոմֆորտի զոնայից չեն ուզում դուրս գալ, որովհետև այն մնացածը, ինչ որ ասում ենք, դա ենթադրում է լուրջ ջանքեր, ենթադրում է լուրջ պատասխանատվություն, ենթադրում է լուրջ նախաձեռնողականություն, ենթադրում է, որ տեղերում դու պետք է աշխատացնես մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, այլ գերատեսչությունների տարբեր ստորաբաժանումներ։ Իսկ դա լրացուցիչ ջանք է, լրացուցիչ պատասխանատվություն է, ոչ մեկը չի ուզում դրա տակ։ Եվ տեսեք, վերադառնալով էլի post factum այն թեմային, որ արցախցիները չգնացին բանակցելու եւ այլն, մենք իրենց առաջարկում ենք եվրոպական երկրներ եւ այլն։ Ի վերջո, պարոն Խանոմյան, ինչու չհաջողվեց Հայաստան իշխանության կազմակերպած այդ ձևաչափը կամ աջակցած ձևաչափը կյանքի կոչել։ Որտեվ Ադրբեջանը մերժեց։ Արցախի ներկայացուցիչները պատրաստ են գնալ Բրատիսլավա, դրա համար նույնիսկ տոմս էին առել եւ այլն։ Բայց դա մերժվեց, վիժեցվեց Ադրբեջանի կողմից։ Անդադ խոսում է Սոֆիայի մասին արտգործնախարարը, բայց մոռանում է, որ Սոֆիայից հետո Բրատիսլավա է եղել։ Այսինքն եթե հարցը վերջացած լիներ Սոֆիայով, էր Բրատիսլավան չէր լինի։ Պարզ չի ինչի, որովհետև 22 թվականին գնացել էիք ճանաչել էիք Արցախը Ադրբեջանի կազմում, նեղ դրության մեջ էիք դրել արցախցիներին, բնականաբար այդ նշաձողը այդքան իջեցնելուց հետո Ադրբեջանը ոչ մի բան չէր ուզել ու բանակցել Արցախի ներկայացուցիչների հետ։ Պարզ չի ինչի եղավ։ Ու անամոթաբար նստած այդ թեման բարձրաձայն քննարկում է։ Ավելի արդար չէր լինի, ավելի ազնիվ չէր լինի ասել, որ եղել է պատերազմ, պարտություն են կրել, մենք չենք կարող սպասարկել այս հարցը, որովհետև Հայաստանի ներկայիս վիճակը դա թույլ չի տա։ Ինչ խնդիր կա, որ այդպես ասել։ Միթե դժվար է ասել, որ մեր պատմության ամենաողբերգալի էջերից մեկն ենք ապրում, պատմական հնարավորություն ենք կորցրել, պահ ենք կորցրել, պարտվել ենք պատերազմում, այս պահին մեր կարողությունները թույլ չեն տալիս Արցախի հարցը սպասարկել։ Միթե սա ավելի ազնիվ չէ, քան այն հիմարությունները, այն ցնդաբանությունները, որ իրենք են ասում։ Իսկ ռուսական կողմից եղել է ինչ որ ճնշում, արգելք, որպեսզի չգնաք այդ հանդիպմանը, թե ոչ։ Ամեն ինչը կարող է եղած լինի։ Ես շատ տեղյակ չեմ, այն ժամանակ կառավարության անդամ չեմ եղել, Արցախի ժամանակվա կառավարության անդամները, հատկապես արտգործնախարարը կարող են դրա մասին մանրամասն ասել։ Բայց հաշվի առեք մի բան էլ, որ այդ ամեն ինչը Ադրբեջանը անընդհատ փորձում էր վաճառել սրան կամ նրան։ Հայաստանը գնում էր եվրոպական առաջնորդներ, Հայաստանի ղեկավարները, եվրոպական առաջնորդների այդ մի բան էին պայմանավորվում, խոսում, չգիտեմ ինչ անում, Ադրբեջանը Ռուսաստանին ասում էր, տես, նրանք չգիտեմ ինչ են։ Հայաստանը խոսում էր Ռուսաստանի հետ, Ադրբեջանը շատ լավ աշխատում էր Արևմուտքի հետ, ասում գիտեք, մենք Ղարաբաղի հարցը պետք է լուծենք, դրանով Ռուսաստանի տարածաշրջանից հանենք եւ այլն եւ այլն։ Իսկ ամեն պահի Ադրբեջանը կարողանում էր այդ ամեն ինչը մանիպուլացնել։ Խնդիրը այն է, որ Հայաստանը դիվանագիտական ճկունությունը ունենալու փոխարեն կամ հարցերը նորմալ լուծելու փոխարեն նստած այսօր փորձում է այսպես ասել, էլի, այն ամենաթույլին գտնել այս օղակում եւ նրա վրա բարթել
բոլոր անհաջողությունները։ Ինչպես անում են ենթադրենք ռուսները Հայաստանի իշխանությունների նկատմամբ եւ իրենց ուղղված տարբեր մեղադրանքներ անընդհատ փոխանցում են Հայաստանի իշխանություններին եւ ասում են, որ Հայաստանի իշխանությունների պատճառով է, որ իրենք չեն կատարել իրենց պարտավորությունը։ Չէ՞ որ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո իրենք էլ լուրջ պարտավորություններ ունեին, որոնք չկատարեցին, ինչի հետևանքով նաև տեղի ունեցավ ցեղասպանություն եւ Արցախի հայաթափում։ Եվ վերջում, պարոն Խանոմյան, գերիների վերաբերյալ որևէ կետ չկա խաղաղության պայմանագրի նախագծում, դուք սա ինչպես եք մեկնաբանում, նման հոդված BBC-ն էր հրապարակել, նշելով, որ այդ հարցը դուրս է մնացել խաղաղության պայմանագրի նախագծից, սա բաց թողում է համարվում իշխանության կողմից, թե եթե լիներ էլ մեկ է, ինչպես տեսնում ենք, այդ պայմանագիրը կետերը կամ ընդհանրապես որևէ պայմանավորվածություն կյանքի չի կոչվում, էական բան չէր փոխելու լինել չլինելը։ Իսկ ինչ կետեր կան, որ ենթադրենք Հայաստանի իշխանությունները տեղ դրել։ Բոլոր կետերն կազմվել են Ադրբեջանի կողմից եւ եթե մցվել են ինչ որ կետեր Հայաստանի իշխանությունների կողմից, դրանք դուրս են։ Այն ինչ որ կարող են այսպես կամ այնպես օգտակար լինել հայկական շահերին։ Ես չեմ կարծում, որ այդ խաղաղության պայմանագրի կնքումը մոտ է, կարծում եմ, որ Ադրբեջանը դեռ շարունակելու է շանտաժ անել, կնքել չկնքելու համար վախեցնելով եւ կարծում եմ փորձելու է ավելի նոր զիջումներ փոխել Հայաստանի իշխանություններից, ինչն էլ աստորեն այդ 17 կետերից հետո նոր կետեր, նոր ուլտիմատումներ է ներկայացնում Հայաստան։ Եվ դուք ինչ եք կարծում, այս սահմանային կրակոցները արդյոք կարող են ավելի լուրջ վտանգներ դառնալ, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանն օրինակ խորհուրդ է տալիս, ասում է մոռացեք էսկալացիայի եւ պատերազմի մասին։ Բայց արդյոք Նիկոլ Փաշինյանը վստահել է դա։ Մենք տեսել ենք, որ պետության համար ճակատագրական պահերին եւ դրանից առաջ ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը եւ ինչ եղավ հետո։ Արդյոք հասարակությունը վստահում է Նիկոլ Փաշինյանին եւ ես վստահ չեմ։ Սահմանային կրակոցների մասին ես հավելյալ տեղեկություններ չունեմ։ Էսկալացիայի համար ավելի լուրջ տեղեկություններ են պետք էսկալացիայի վտանգի մասին նման դատողություններ անելու համար ինչ չունեմ եւ հետեւաբար ես կմնամ դատողություն։ Իսկ այն, որ իշխանությունը դա համարում է անհասցե կրակոց, դա տրամաբանական արձագանք է։ Դա դեպի արձագանք կարող էր տալ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ոչ թե Հայաստան, որպես ինչ անում ադրբեջանցի զինվորներին կամ Ադրբեջանի բանակին արդարացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Ավելի լավ չի մեկնաբանություն չտալ, քան այդպես անիմաստ անտրամաբանական մեկնաբանություններ տալ։ Զարմանալի է ուղղակի այդ առումով Հայաստանի տարբեր մարմինների արձագանք։ Շնորհակալություն, պարոն Խանոմյան, հարցազրույցի համար։